Ինչու է շաքարային դիաբետը անցնում բարիատրիկ վիրահատությունից հետո։ Այսօրվա մեր թեման այս մասին է։ Ինչ ցուցումներ կան բարիատրիկ վիրահատության համար եւ համար 1 տեղերում է դա շաքարային դիաբետն է։ Ինչպես օրինակ հիպերտոնիկ հիվանդությունը, ինչպես ոսկրահոդային համակարգի խնդիրները, մենք գիտենք, որ ճարպակալումը դա դարի հիվանդություններից մեկն է։ Եվ մենք գիտենք, որ ճարպակալման հետևանքով մարդիկ ունենում են նաև շաքարային դիաբետ։ Ճարպակալումը լուրջ խնդիր է, ինչպես նաև լուրջ խնդիր է շաքարային դիաբետը։ Եվ պետք է ասեմ, որ այն կարելի է լուծել նաև բարիատրիկ վիրահատության միջոցով։ Բարիատրիկ վիրահատություններից հետո օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, ինչպես նաև հորմոնալ փոփոխություններ։ Սկսած նույնիսկ երկրորդ օրից մենք կարող ենք նկատել արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցում։ Ընդհանրապես երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ նույնիսկ մենք ունեցել ենք հիվանդներ, որոնք որ բավականին շատ քանակով մեծ դոզաներով դեղորայք են ընդունել շաքարային դիաբետի հետ կապված եւ ամբողջությամբ այն հանել ենք։ Բարիատրիկ վիրահատության ժամանակ, երբ որ մենք ունենում ենք շաքարի կամ երկրորդ տիպի շաքարի դիաբետի անցում կամ վերացում, հիվանդների մոտ կամ մարդկանց մոտ ընդունված է, որ դա կատարվում է շաքարի դեմ վիրահատություն։ Բայց ուզում եմ անպայման ասել, որ նույնիսկ այդ երկրներում կամ տարբեր տեղերում, որ կատարվում է, դա նույն բարիատրիկ վիրահատության տեսակներն են, որի դեպքում այո, վերանում է շաքարային դիաբետը։